Աշխարհում ապրող ամեն երրորդ կին ըստ Միացյալ Ազգերի կազմակերպության անցկացրած հետազոտությունների ենթարկվում է ընտանեկան բռնության։ Աշխարհում ապրող կանանց թիվը կազմում է 4 միլիարդ 130 միլիոն։ Ստացվում է, եթե ամեն երրորդ կին ենթարկվում է բռնության, ստացվում է, որ աշխարհում բռնության է ենթարկվում ոչ ավել ոչ պակաս 1 միլիարդ 380 միլիոն կին։ Հայաստանում գործունեություն են ծավալում կազմակերպություններ, որ մասնագիտացված են սոցիալական հետազոտություններ կատարելու վրա, սոցիոլոգիական հարցումներ են անում, հետազոտություններ են անում եւ այլն։ Դրանցից մի քանիսը ղեկավարվում են կանանց կողմից։ Ես կնշեմ մեր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտած ընկերությունները։ Այսպես Էմպիրիկա կազմակերպությունը ղեկավարվում է Մարիամ Մխիթարյանի կողմից, հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնը ղեկավարում է Լիլիթ Եզեկյանը, Պրիզմա ընկերությունը ղեկավարում է Լիաննա Պողոսյանը, APR Group-ը Լիաննա Բալյանը եւ կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների կենտրոնը ղեկավարում է Մարինա Գալստյանը։ Նշված կանանցից ոչ մեկին կարծում եմ չեմ ճանաչում, գուցե ինչ որտեղ հանդիպել եմ, գուցե ոչ, բայց ինչ եմ ուզում խնդրել։ Քանի որ այս թեման եւ այս process-ը ուղղակիորեն ընթանում է, կրթվելը նորաձև է շարժման շրջանակում, ինչը ենթադրում է, որ մենք պետք է սովորենք առերեսվել մեր խնդիրներին, մենք պետք է սովորենք ապրել այս կյանքը այնքան ճիշտ, որ մաքսիմալ ցավ պատճառենք մեր մտերիմներին, մենք պետք է սովորենք սիրել եւ հարգել իրար, մենք պետք է սովորենք համակեցության կանոններ ընդունել այնպես, որ լավ լինի բոլորին, եւ քանի որ կրթվելը նորաձև է շարժում, համապետական շարժում է եւ գործում է բացառապես կամավորության հիմունքներով, իմ խնդրանքն է նշված կազմակերպություններին Հայաստանում անցկացնել հետազոտություն, իսկ ավելի կոնկրետ հարցում կանանց շրջանում ենթարկվում են արդյոք նրանք ընտանեկան բռնության, թե ոչ, նշելով բռնության այն 4 տեսակները, որոնք հաստատված են եվրոպական ստանդարտներով Եվրամիության կազմակերպությունների կողմից։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ ունենք, ինչ կետում ենք գտնվում եւ վերջապես այն խոսակցությունները պարզապես որ տեղի են ունենում, պարզապես կարծիքների փոխանակություն կա ընտանեկան բռնություն, չկա ընտանեկան բռնություն, գրագետ եւ ճիշտ գործիքակազմով ստանանք մենք մեր համար այդ հարցերի պատասխանները։ Սիրելի կանայք, եթե իմ առաջարկը խնդրանքը ընդունելի լինի եւ ձեզ մոտենան համապատասխան մասնագետները համապատասխան հարցերով, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել եւ ակտիվորեն պատասխանել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որն է ընտանեկան բռնությունը տարընթերցումներից խուսափելու համար։ Կա ընտանեկան բռնության 4 տեսակ. ֆիզիկական բռնություն, հրել, կծել, ծեծել, կսմթել, խեղդել, ապտակել, քերծվածքներ հասցնել, արիվածքներ հասցնել եւ այլ նմանատիպ գործողությունները ընտանեկան բռնության ֆիզիկական բռնության տեսակ են։ Հոգեբանական բռնություն, սպառնալը, վախեցնելը, հեգնելը, ծաղրելը, հայհոյելը, նվաստացնելը, արգելքներ եւ վերահսկողություն կիրառելը հոգեբանական բռնության տեսակներ են։ Սեռական բռնություն, բռնաբարելը, սեռական ոտնձգություններ կիրառելը, սեռական հարաբերությունների հարկադրելը նույնպես բռնություն են։ Եվ տնտեսական բռնությունն է անձին գոյության անհրաժեշտ միջոցներից։ Սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, ֆինանսական միջոցներ զրկելը նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով։ Շատ սիրելի կանայք, նշված կազմակերպությունների սիրելի ղեկավար կանայք, եթե անցկացնեք հարցումները, խնդրում եմ մեր սիրելի համաքաղաքացի կանանց կամ հանրապետության տարբեր մարզերում ապրող կանանց չամաչել երբևէ խոստովանել, որ իրանք ենթարկվել են բռնության։
որևէ մեկը սխալ բան չի արել, որևէ մեկը մեղք չի գործել, դա ձեր մեղավորությունը չէ, եթե ձեզ ապտակել են, դուք մեղավոր չեք, եթե ձեր նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել, դա ձեր մեղավորությունը չէ, դուք մեղավոր չեք, դուք չեք պատասխանատու դիմացինի քայլերի համար։ Եվ վերջապես հիշեք, որ դուք մեկն եք, կամ ավելի ճիշտ հիշեք, որ ձեր դեպքը առանձնահատուկ չէ, յուրահատուկ չէ, ամեն իրավիճակի համար բացատրություններ բերել, գուցե այսօր մեր սիրո պատմությունը, մեր սկիզբը, մեր ընթացքը, այսօր երևի վատ տրամադրություն ուներ, աշխատանքի վայրում վատ իրավիճակ էր, ստրես եւ այլն, նման բացատրություններ բերելուց առաջ եւ արդարացումներ գտնելուց առաջ խնդրում եմ հիշեք, որ դուք առանձնահատուկ դեպք չեք եւ ոչ էլ ձեր միությունն է առանձնահատուկ եւ ոչ էլ սիրո պատմությունն է առանձնահատուկ, որովհետեւ բռնության ենթարկվում է 1 միլիարդ 380 միլիոն կին եւ դուք այդ կանանցից մեկն եք, ընդհանրապես մեկը եւ չի կարող մոտ 1.5 միլիարդ կին սխալ լինել եւ ապտակի արժանանալ կամ սեռական բռնության արժանանալ կամ դաժան ծեծի արժանանալ կամ ֆինանսական սահմանափակումների արժանանալ չի կարող 1.5 միլիարդ կին սխալ լինել, սխալ պահել իրեն եւ չի կարող 1.5 միլիարդ կին մեղավոր լինել նրա համար, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվում։ Ես մի քանի օրինակ եմ ուզում բերել, մի քանի օրինակ, ոչ թե օրինակ, այլ հետազոտություն, թե աշխարհի որ երկրներում ինչպիսին է պատկերը եւ քանի տոկոս է կազմում բռնությունը կանանց հանդեպ ընտանեկան բռնությունը։ Ամենաբարձր տոկոսները կազմում են Սիերա Լեոնեում 60-ից 61%, Լիբերիայում 53-ից 55%, Կոնգոյում 51-52%, Գաբոնում 51% եւ Ուգանդայում 50%։ Եվրամիության վերջին հետազոտությունների տվյալներով, եթե նշված երկրները գուցե առաջի տպավորությամբ կրթության պակասն է կամ ինչ որ այլ հանգամանքներ կարող ենք մտածել, ես բերեմ հաջորդ տվյալները, Եվրամիության հետազոտությունների տվյալները, որոնցով ասվում է, որոնցով նշված է Ֆինլանդիայում ընտանեկան բռնությունը կազմում է 57.1%, 57.1% կին ենթարկվում է ընտանեկան բռնության, Շվեդիայում 52.5%, Դանիայում 48.5%։ Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս ցուցանիշի հիմքում շատ կարևոր երևույթ կա։ Դրանցից մեկն այն է, որ այս երկրներում պարզապես կատարելագործված են դատաբազա հավաքելու համակարգերը, եւ ամենակարևոր առանցքային երկրորդ պատճառն այն է, որ այս երկրներում կանայք խոսում են իրենց հետ կատարվածի մասին, նպատակ ունենալով հաղթահարել այդ երևույթը իրենց միջավայրում եւ իրենց ընտանիքներում եւ ցավոք ես չունեմ տվյալները թե Ֆինլանդիայում կինը ինչն է համարում ընտանեկան բռնություն վստահ եմ որ շատ տարբեր է Ուգանդայում եւ Ֆինլանդիայում կանանց նկատմամբ բռնությունը եւ այն երևույթը որ կանայք ամեն ինչ ունի նաեւ աստիճան եւ համեմատության մեջ է կարելի հասկանալ իսկ ահա չհուսահատվելու, չվհատվելու, չասելու համար դե այսպես է այս աշխարհը, այսպես եղել է, այսպես էլ կմնա, եւ մենք էլ պետք է հարմարվենք իրավիճակին, ես կբերեմ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության տվյալները, ըստ որոնց հետևյալ երկրները գրեթե մոտ են հաղթահարելուն այս անթույլատրելի տգեղ տհաճ բոլորին դժբախտացնող, ոչ ոքին չերջանկացնող եւ առավել եւս այդ ընտանիքներում մեծացող երեխաների հոգեկան իրավիճակը խեղաթյուրող երևույթը այդ երկրներն են Նորվեգիան այդտեղ կանանց 27-ից 30%-ն է ենթարկվում բռնության, Իսլանդիան 22-ից 25% եւ վերջապես ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներ էլ կան, հասել են այդ մարդիկ նման ցուցանիշի եւ նման համակեցության կանոնների, որտեղ բռնությունը նվազել է մինչեւ կանանց նկատմամբ բռնությունը նվազել է մինչեւ 10-11% Շվեյցարիան է դա, Սինգապուրն է դա 10-ից 12% եւ Բուլղարիան
կրկին 12%։ Այս երկրներում համատեղ ջանքերով կանանց եւ տղամարդկանց բարձր գիտակցությամբ, եկեք այսպես կոչենք, հաջողվել է ընտանիքի մոդելը բռնության մոդելից տեղափոխել, վերաձևակերպել հարգանքի, սիրո եւ խաղաղ համակեցության մոդելի։ Ես միշտ նման իրավիճակներում ասում եմ մի բան, որ հնարավոր է եղել անել որևէ ժողովրդի, ոչ մի պատճառ չկա, որ հնարավոր չլինի անել Հայաստանում, մեր միջավայրում, առավել եւս երբ խոսքը գնում է շատ կարևոր կյանքի համար, շատ կարևոր մեր երեխաների համար, շատ կարևոր սիրելի կանայք եւ մայրեր, սեփական անձը զոհաբերելու հակվածության դեպքում խնդրում եմ այս թեման քննարկելիս, այս թեմայի շուրջ մտորելիս առաջին հերթին հիշել երեխաների մասին, ովքեր ամեն մի հարվածի հետ, ամեն մի բռնության տեսարանի հետ մի սպի են ստանում իրենց հոգու մեջ, որը երբևէ չի էլ այդպես էլ վերականգնվում։